Ինչ կապ ունի մինչև դեկտեմբերի 12-ը մոլեգնող Սև Լուսինը 3-ամյա Տիգրանների ահասարսուռ դեպքերի հետ, ինչ սառնասրտությամբ է խեղդամահ եղել փոքրիկը, ինչ է տեսել աստղաբանը, որ մի պահ քարացրել է մարդկային բոլոր զգայարանները, այս և մինչև նոյեմբերի 29-ը սպասվող հաշվեհարդարների, դահվաճանությունների, հողի վրա ահասարսուռ սպանությունների, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գաղտնազերծման և սկանդալային շանտաժներով լի հորձանուտը շրջանցելու բանաձևի մասին ենք խոսել հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանի հետ, ով նախ անդրադարձավ 3-ամյա փոքրիկի հետ կատարված բարբարոսության ակունքներին։ Ինձ համար շատ դժվար էր այդ երկու իրադարձություններին, այդ զարհուրելի դեպքերին անդրադառնալը, բայց քանի որ արդեն բավականին լայն հանրային լսարանի եմ տիրապետում, պարբերաբար ինձ հետևորդներից գրում են առաջին Տիգրանի դեպքում, 3 տարեկանի դեպքում, որի դեպքը մայիսին էր տեղի ունեցել, շատ ավելի ագրեսիվ էին նամակները, ինչու չեք օգնում, մեկնաբանեք, բայց ես արդեն իմ շրջանակներում, մտերիմ ընկերների, հարևանների, ուսանողների շրջանակներում արդենից հաշվարկները կատարել էինք, համապատասխան հաշվարկային մեթոդներ կան աստղաբանության մեջ։ Առաջին Տիգրանի դեպքում հստակ ցույց էր տալիս, որ երեխան կորել է իրենց բակի եւ հարևանի այդ ճանապարհը, երրորդ տան այդ իրադարձություններն էին եւ մատնանշում էր, որ երեխան է, Լուսինը առուծում էր։ Եվ այնտեղ ցույց էր տալիս, որ ավելի բարձր տեղից, ավելի, եթե ես այստեղ կարողանամ կարդամ, այդպես ինչ թվում է, ավելի ճիշտ կլինի։ Կանխատեսումը իրականացրել եմ սեպտեմբերի 9-ին եւ այնտեղ նշել եմ, որ 2 կետից լուր կլինի։ Այս նշվում է, որ երեխան կորել է ճանապարհից կամ իրենց ու հարևանի բակի արագից, երրորդ տուն 2 կետից լուր կարող է լինել եւ երեխան գտնում է ջրային վայրում եւ խորքերում, որտեղ հայտնվել է բարձր տեղից, քան իրենց հիմնական բնակատեղն է եւ ցույց է տալիս, որ երեխան անգիտակից է։ Իհարկե, այս կանխատեսումը ես կատարել էի ամսի 7-ին, հրապարակեցի մայիսի 9-ին։ Եվ ցավալիորեն աստղաբանական հաշվարկները բավականին ստույգ էին, բայց ես որոշեցի, որ ավելի չընթարցակեմ մինչ կանխատեսումները կատարվելը, բայց քանի որ հետևորդները հետևում էին, համացանցում ակտիվ էին եւ հենց այդ դեպքից անմիջապես հետո արձագանքները եղավ, ցավալիորեն շատ եթե երկուսի դեպքում էլ որ հիշում եմ, չգիտեմ, կարծես աշխարհը շուրջ գա, փուլ գա իմ գլխին։ Երկրորդ տղայի դեպքում, երկրորդի դեպքում Լուսինը ավելի սառը նշանում էր եւ ես տեսնում էի հարազատների կողմից կարծես անտարբերություն, հենց այդտեղ էլ գրել եմ։ Երկրորդ դեպքը հրապարակվել էր հենց ես հաշվարկների շուտ էի կատարել մտերիմների, գործընկերների, հարևանների այդ լայն շրջանակներում խոսել է արդեն մի քանի 100 մարդ գիտեր, ի վերջո որոշեցի հանրայնացնեմ, հանրայնացնելուցս ես գրել էի, որ չունեմ սիրելի հետևորդներ, դրական կանխատեսումներ, այստեղ 3 տարեկան երեխան, որը կորել է հոկտեմբերի 27-ին, կրկին ջրային վայրի մոտ մոլորված եւ ժամանակի զգացողությունը կորցրած, որից հետո հնարավոր է անցել է քարայրի, ժառի, քարիշինության տարածք։ Ես հասկանում եմ, որ այնտեղ նշեցին, երբ որ արդեն հետաքննություններ ընթան, որ հայրը տարել է այդ թվացյալ, հա, եթե իրական հայրն է տարել է դեպի Սևանա լճի կողմերը, հետո, այո, այդպես լսեցի ինչ որ համացանցային այդ նյութերից մեկում, հետո նա բերել է, այստեղ ես տեսնում եմ քար, այնտեղ ինչ եմ տեսնում, ժառ, քարե շինության տարածք, փաստորեն բաց դաշտում էր, որը ավելի ցածր էր։ Ես տեսել բարձր տեղից, որ իրեն ճանապարհի եզրի չէ, հանեցին այդ երկու գյուղերի այդ միջանկյալ հատվածում էր, բավականին ինքը ներքև բարձր տեղից երևի իջացրել է ներքև։ Եվ նշել է, որ 5 կետից լուր կլինի հենց դեպքի 5-րդ օրը, 5-րդ օրը անցել, 6-րդ օրը դեռևս չէ լրացել։ Աստղաբանական հաշվարկում էր 5-րդ կետը անցել էր, բայց դեռ 6-րդ կետի մոլորակը չէր հասել, որպեսզի հանգուցալուծում լինի։ Իսկ ես գրել էի, որ կետից ցավոք երկու դեպքում էլ իրականություն եղավ, հուսանք, որ այդ երկու դեպքերի միջև չկա ինչ որ սինխրոն ինչ որ իրավիճակ կամ
Իդեպ շատերին է հետաքրքրում, մասնավորապես, որ երկու դեպքում էլ գործ ունենք նույն անվան հետ եւ նույն տարիքի երեխաներ են ըստ էության, սա ուղղակի պատահականություն է, թե պատահականություն չէ այն առումով, որ անցած անգամ մենք շատ երկար զրույց ենք ունեցել սև լուսնի մասին, սև լուսինը կարիճում, որ դրանք կլինեն սպանություններ, կլինեն ինքնասպանության դեպքեր, դավաճանություն, նույնիսկ ես այստեղ որ նայում եի քարտեզը, Վեներան արդեն ամսի 6-ից անցել է կարիճի կենդանակերպ, մինչև ամսվա վերջ այնտեղ է գտնվելու, հիմա էլ Վեներան է գալիս միանա, փաստորեն մինչ այդ մոտավոր 1 ամսի չափ Մարսը սև լուսնի հետ էր միացած կարիճում, իսկ Մարսը կտրող, սուր, ծակող գործիքներ, կոնֆլիկտներ, սպանություններ, կարիճը սպանություններ, սև լուսին այդ ամենը դավադրության, դավաճանության արդյունքում կարող է լինել ու դաժանաբար կարող է տեղի ունենալ։ Իսկ այս դեպքում արդեն երբ որ Վեներան կարիճի կենդանակերպ տավ, արդեն դավաճանություն կլինեն զույգերի միջև, առավելապես ուշադիր թող լինեն կարիճ, ջրհոս, ցուլ եւ առողջ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածներ, բայց սիրելի հետևորդներ, այդ կենդանակերպ, այդ 12 կենդանակերպը անպայման մեր քարտեզներից ինչ որ մի ոլորտն են բնորոշում, այնտեղ իրենք զբաղեցնում են։ Բոլորի քարտեզներում են այդ դավաճանական սխեմաները, այդ իրադարձությունները կարող են տեղի ունենալ մինչև համարյա նոյեմբերի 30-31-ի մոտակայքը։ Նաև մենք ունենք Մերկուրի մոլորակի արդեն իսկ այդ ժամանակահատվածում են գտնում նահանջ ընթացքի մեջ ենք, Մերկուրի մոլորակը նահանջելու է աղեղնավորում, բայց ի վերջո հայտնվելու է, նահանջում է արդեն իսկ աղեղնավորում, բայց ի վերջո հայտնվելու է կարիճի 20 աստիճանում, դա նոյեմբերի 30-ի 29-ի մոտակայքում։ Փաստորեն կսկսի աղեղնավորից, ամսի 9-ից սկսել է, ամսի 29-ին արդեն կգա կարիճ։ Այդտեղ շատ կարևոր կլինեն խոսակցությունները, բանակցությունները, Մերկուրին կապն է բնորոշում, կոմերցիոն, այդ կոմերցիան ապահովող շփումները, խոսքը ապահովող մոլորակն է, աղեղնավորից նահանջում է դեպի կարիճ, աղեղնավորը դա արտերկիրն է, օտար լեզուներն են, արտասահմանյան ճանապարհորդություններ, այն բոլոր գործերը, որոնք կապված են մեր Հայաստանի երկրի սահմաններից դուրս, այդ բոլոր իրավիճակներ, կրթական համակարգն է, բարձրագույն կրթական համակարգն է, այդտեղ հապաղումներ, ուշացումներ, նույնիսկ չեղարկումներ կարող են լինել, պետք է ուղղակի ուշադիր լինեն, առավելապես աղեղնավոր երկվորյակ, կույս եւ ձկներ։ Աղեղնավոր երկվորյակ այդ երկուսի համար այնքանով է կարևոր, որտեղ աղեղնավորների սիմվոլիկ իրենց առաջին տանն է, առաջին տունը մարդու եսն է, ինքնությունն է, ընդհանրապես արեգակը են ասում, արտաքին տեսքն է, շարժումներն է, օրվա մեջ մի քանի ժամ անձը իրեն կարող է պահել այդ էներգիաների մոտ թրթիռներով։ Օրինակ վերջերս աղջիկ կար, որ շփման ժամանակ հարցեցի կենդանակերպը կարծում եմ, որ այծեղ ջուրը, ասաց ոչ, կարիճ եմ, ասացի ոչ, այծեղ ջուրի կենդանակերպի տիպիկ նմանություն եմ տեսնում, ասցենդենտով այծեղ ջուր էր։ Շատ կարևոր է եւ մարդիկ, որ իմանան իրենց ասցենդենտ որտեղ է գտնվում, ինքը որոշ չափով վարքային դրսևորումներն էլ այդտեղ արտացոլվում, թե սիրելի աղեղնավորներ, եթե կրթության հետ կապված հարցեր ունեք, ցավոք հիմա Սատուրնն էլ գտնվում է ձկների կենդանակերպում եւ այն բարդ փոխհարաբերություններ սև լուսնի հետ, ձկները դա էմիգրացիան է, դա դեպորտացիան է, դա դրանք անփակ վայրերն են, մեկուսացման վայրերն են եւ ցավոք արտերկրում եւ հավաքական արևմուտքում եւ նաեւ օվկիանոսներից այն կողմ այնտեղ մեր հայրենակիցները ուղղակի կանգնած են փաստի առաջ, ստուգումներ են գնում եւ հարկային Սատուրնը, քանի որ դա պետական ադմինիստրատիվ վերահսկողության այդ օղակներն են ձկներում, բոլոր նրանք ովքեր զբաղվում են հյուրանոցառեստորանային, հիվանդանոցային, դրանք նաեւ հոսպիսներն են, ծերերի խնամքն է, home care, այնտեղ ասում են, այդ բոլոր ծառայությունները խիստ վերահսկողության տակ են գտնվում, որտեղ արդեն իսկ այնտեղից ահազանգեր կան մեր հայրենակիցների կողմից, նրանք ովքեր ճանապարհորդում են միջպետական արդեն սահմանների հետ է կապված աշխատանքը, այնտեղ էլ ուշացումներ կան պետական մակարդակով, խիստ ստուգումներ են, սիրելի հետևորդներ, 2026 թվականի փետրվարի
փետրվարի 26-ի մոտակայքում Սատուրնը կանցնի արդեն Խոյ, կամաց այդպես շունչ կքաշեք, իսկ դեկտեմբերի 17-ից Սատուրնը ուղղընթաց ընթացքով գոնե ձկներում, որ այսպես խորանում է իրավիճակները, ստուգումները, դրանք հարկային, հարկադիր այդ մարմիններն մինչև դեկտեմբերի 17-ը ակտուալ է։ Հետո գոնե առաջ կգնա, այդ ամենը կլինի առաջ գցել։ Դրա հետ մեկտեղ նաև Մերկուրին են ահանջում այդ երկու իրավիճակները, բայց ընդհանուր առմամբ մենք դրական դիրքավորումներ ունենք, եթե հարցադրում ունեք տվեք։ Ուզում եմ կրկին անդրադառնանք 3-ամյա Տիգրանի խեղտամահ լինելու զարհուրելի դեպքին, հարցս հետևյալն է, արդյոք երեխան փորձել է պաշտպանվել, հաշվի առնելով, որ փոքրիկի եղբայրը պարբերաբար հոգեբանների հետ զրուցելիս եւ առհասարակ հարևանների ականատեսների պատմելով պարբերաբար ցույց է տվել կոկորդը, ըստ էության փորձելով հուշել, որ եղբայրը խեղտամահ է եղել, ինչ է կատարվել իրականում։ Տեսեք, սիրելի Իլոնա, երբ որ հաշվարկները կատարեցի, ես այդ հաշվարկներում արև Պլուտոն քառակուսի կար, արևը կարիճում էր, արևը հայրը կարիճ, մահ, Պլուտոն մահ, բայց քանի որ արևը արդեն իսկ անցել էր ուղիղ աստիճանը, այսինքն Պլուտոնը 2 աստիճան էր ջրհոսում, արևը պետք է լինի 2 աստիճան կարիճում, դա ուղիղ քառակուսն է, կարիճ եւ ջրհոս 90 աստիճանը։ Երբ որ ես հաշվարկեցի, արդեն 2 աստիճանը անցել էր։ Ինձ թվում է երեխան արդեն մահացած էր իմ հաշվարկելու ժամանակ։ Ես այդպես տեսա, բայց այնինչ որ արվել էր սառնասրտորեն, որտեղ շատ զգայուն մոլորակ, լուսինը, որը հարազատության մոլորակն էր, գտնում էր շատ սառ նշանում, եւ ես հարազատների մոտ եւ հենց իմ այս գրառումներով ես այնտեղ նշում եմ, որ հարազատների կողմից խստություն եւ սառնություն եմ նկատում։ Այդ փաստը չեմ դիտարկել, բայց այն, որ երեխան արդեն մահացած էր իմ հաշվարկներով, դրա համար հստակ ես գրեցի, որ դրական կանխատեսում չունեմ եւ հենց կանխատեսումից արդեն հանրային մեծ լսարան կանխատեսումից հետո 3 ժամ հետո այն ինչ նկարագրել եմ ընդհանուր առմամբ այդ սիտուացիվ այդ ամբողջը ինքը հստակ հաշվի առնելով որ ըստ էության սև լուսինը կարիճում է հնարավոր է որ նմանատիպ դեպքերի ականատես լինենք։ Ես կարծում եմ սև լուսինը մինչև դեկտեմբերի 19-ն է կարիճում լինելու, հիմա քանի որ Վեներան է կարիճ մտել, այդ դավաճանություններ կլինեն, հենց դա է ասում, Վեներան սիրում մոլորակը խանդի, այո, հնարավոր է գաղտնիքներ բացահայտեն, սեքսուալ, հոգեսեքսուալ զգացմունքների վրա թող շատի լինեն այն աղջիկները, մանավանդ հիմա Մերկուրին նահանջում է, Մերկուրին դա դեռահասության մոլորակն է, որպեսզի աղջիկները չխաբեն Վեներան կարիճում, որտեղ Վեներան սերն է, նրանց կարող են հրամցնել գեղեցիկ նվերներ, բայց նաև դրան զուգահեռ շատ այդտեղ չեմ ուզում բառը ասել, բայց տարբեր իրավիճակներ, որոնք ուղղակի հոգեսեքսուալ այդ դաշտին կարող են անդրադառնալ խաբեության միջոցով, ազդել նրանց պատվի վարկանիշի վրա։ Այսինքն ըստ էության այս դեպքը եւս, որի ըստ էության զոհը դարձավ 3-ամյա փոքրիկը, դավաճանության հետևանք էր։ Ինձ մոտ ուղղակի ցույց են տալիս, որ հարազատները շատ սառն էին։ Հարազատները կանանց առումով ըստ երևույթին եթե տեղյակ չէին, ապա պատկերացնում են ինչի արդյունքում կարա լինել։ Դա արդեն գիտեք, սիրելի Իլոնա, քանի որ արդեն համապատասխան մարմինները զբաղվում են նրանք դեմ առ դեմ խոսում, հարցաքննում են, ես կասեմ այն, որ իմ հաշվարկների արդյունքում արդեն երեխան մահացած էր։ Ես դա տեսել եմ եւ հայր ծնողի կողմից էր հարվածը, բայց ճիշտն ասած չի պատկերացնում, որ կարող է սցենարը չէիք հավատում ձերից կանխատեսումներին։ Չի պատկերացնում, որ կարող է այդ աստիճան դրա արդյունքում լինի։ Բայց դա կարող է տեղի ունեցած լինել հենց սեքսուալ դաշտի հետ կապված այդ բոլոր իրադարձությունների արդյունքում, որտեղ կարիճներ, արևը կարիճում Պլուտոնի հետ բարդ դիրքեր կարիճի ղեկավարի հետ։ Նաև վերջերս մենք համացանցը կրկին ցնցվեց, երբ իմացանք, որ նախորդ 3-ամյա Տիգրանի հայրը հանկարծամահ է եղել եւ կրկին տարբեր վարկածներ շրջանառվեցին
Իրականում ըստ ձեզ ինչն էր երեխայի հայրիկի մահվան Կարծում եմ, պատճառը։ որ նա ուղղակի չդիմացավ երեխայի կորստին, դա էր։ Այնտեղ մաքուր մարդիկ էին շատ գյուղական, մաքուր հոգով, մաքրությամբ երևի չդիմացավ։ Ասեմ, որ մյուս երեխայի տվյալները, քանի որ մենք ունենք, երեխան ծնվել էր խավարումների ընթացքում։ Իսկ խավարումների ընթացքում ծնված երեխաներ նրանց մոտ ճակատագրական մարդիկ։ Մեր ղեկավարներից երրորդ նախագահն էլ է ծնվել խավարումների ընթացքում, Ամերիկայի նախագահն էլ է ծնվել խավարումների ընթացքում։ Այս երեխայի դեպքում ինչ է տեղի ունենում։ Երբեմն լինում է, եթե ըստ արևելյան փիլիսոփայության ենք դետարկում, մենք ասում ենք, որ հոգիները գալիս են ծրագրով ուղղակի հնարավոր է նոր հոգի է եւ այդտեղ աստղաբանորեն բացատրում է, որ խավարումների ընթացքում այդ հոգին, որը եկել է լույս աշխարհ է եկել, նրա հետ ճակատագրական շատ կարևոր իրադարձություններ կարող են լինել եւ հենց մեր կյանքում այն ժամանակահատվածները, որոնք ներառում են ներգրաված են խավարումների միջանցքում, դուք տեսնում եք, թե ինչ զարհուրելի դեպքեր եւ ճակատագրական քանոր խավարումները բերում են կարմիկ ժամանակով պայմանավորված, տվյալ ժամանակով պայմանավորված 8-9, 18-19, 37-38 հիմնականում այդ հանգույցները 18-19 տարվա վաղեմության դեպքեր են բերում։ Սև լուսինը բերում է 9 տարվա վաղեմության դեպքեր եւ եղել են դեպքեր, որոնք բացահայտվել են ինձ մոտ, երբ որ հաշվարկների են դիմել, 9 տարվա վաղեմության դեպքեր են բացահայտվել։ Այսինքն այս պահին եւս այդ փուլում ենք։ Մինչև դեկտեմբերի 19-ը հուսանվոր այլևս չի լինի։ Հուսանվոր, բայց բավականին շատ են կորում են մարդիկ եւ դեռահասները։ Կարծում եմ, որ սև լուսինը անցնի աղեղնավորը կենթանապկեպ կթուլանա, բայց այնտեղ էլ նա սկսելու է թուլացնել աղեղնավորը, միջպետական հարաբերությունները, հնարավոր է արդեն առաջ գան արտաքսման վտանգներ, որովհետեւ այդ փոքրիկ ժամանակահատվածում դեռևս մինչև դեկտեմբերի 17-ը, քանի որ սև լուսին Սատուրն բարդ դիրքեր կան, արտաքսման վտանգ կա։ Շատերին կարող են արտաքսել։ Պետական մակարդակով հնարավոր է պետական գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծում հնարավոր է նաև, այո, միջպետական այդ զեկույցներ, պայմանավորվածություններ բացահայտվեն մինչև ամսի 29-ը։ Նոյեմբերի 29, այո, նոյեմբերի 30-ին Վեներան կանցնի արդեն իսկ կարիճից աղեղնավոր, նոյեմբերի 29-ին Մերկուրին կուղվի, բայց կարիճի կենթանակերպում։ Շնորհակալ եմ հարգելի գաներ, շնորհակալ եմ ձեր խիտ գրաֆիկից մեր ժամանակ տրամադրելու եւ մեր տաղավարին հյուրընկալելու համար, շնորհակալ եմ իրատեսական կանխատեսումների համար։ Մեր հաջորդ հանդիպման ընթացքում մեր հետևորդներին տեղեկացնենք, որ արդեն իսկ կանդրադառնանք 2026 թվականի սպասելիքներին, թե ինչ է մեզ սպասվում եւ ինչ է առհասարակ տարբեր աստղակերպերի համար պատրաստել հրեցի ու տարին։ Այո, կփորձեմ օգտակար լինել։ Ես կմոտենամ արևմտյան աստղաբանության այդ տեսանկյունից, կտամ ցուցումներ, որովհետեւ մեր հայրենակիցները կարողանան երջանիկ ապրել 26 թվականին։